Սա 10 մետրանոց խոնարհված 9 լապտերներից մեկն է, որոնք արտասվում են։ Ժնևում Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին հայ համայնքը երկար է սպասել։ Նրանք 2008-ից թուրքական լոբբիի դեմ էին պայքարում, բայց միայն օրեր առաջ դեսպան Շառլ Ազնավուրի հետ միասին հավաքվեցին Թրամլե այգում, որ վերջապես տոնեն արձանի բացումը։ Այս հուշակոթողը ձեզ ասում է, որ կատարվածը չպետք է կրկնվի եւ հիշեցնում, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ։ Միջոցառումը ուղիղ եթերում մեկնաբանում էին Շվեյցարիայի հանրայինի լրագրողներն ու հիշեցնում, թե ինչ է եղել հայերի հետ 1915-ին ու ասում, հուշարձանը հիշատակի լապտերներ են անվանել, հեղինակը Մելիք Օհանյանն է։ Կառուցումից հետո այն Սուրբ Ղազար է տեղափոխվել ու սպասել մինչև իր տեղն ունենա Ժնևում։ Այդ ընթացքում հասցրել է մասնակցել Վենետիկի բիենալեին ու 2015-ին ոսկե առյուծ մրցանակը ստանալ։ Այս ստեղծագործությունը խորհրդանշում է աշխարհով մեկ սփռված հայերին։ Շվեյցարիայում թուրքական կազմակերպություններն արդեն իրարանցման մեջ են, մամուլում գրում են, վիրավորված են։ Այս հուշարձանը անտեսում է պատմությունը եւ հատկապես այն կխորհրդանշի թուրք եւ հայ համայնքների բախումների վայրը։ Ժնև քաղաքը շատ մեծ սխալ է արել։ Շվեյցարիայի հանրայինի լրագրողն էլ այսպես ավարտեց ռեպորտաժը. ոմանց համար սխալ է, ուրիշների համար հույսի նշան։ Հիշատակի լապտերները մտան պատմության մեջ։ Հասմիկ Առաքելյան, օրակարգ։